Ինչպես ստեղծել անվտանգ տարածք։ Փոքրիկ երեխայի համար անվտանգ տարածք ստեղծելը ծնողների համար կարևոր խնդիր է։ Երեխայի անվտանգությունը սկսվում է տան միջավայրի ճիշտ կազմակերպումից։ Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ստեղծել անվտանգ տարածք փոքրիկի համար։ Առաջինը՝ վտանգավոր իրերի հեռացումը։ Առաջին քայլը պետք է լինի երեխայի հասանելիության գոտուց բոլոր վտանգավոր իրերի հեռացումը։ Սա ներառում է սուր, ծանր և փխրուն իրերը, դեղերը, կենցաղային քիմիան և ցանկացած այլ պոտենցիալ վնասակար նյութեր։ Երկրորդը՝ վարդակների արգելափակումն է։ Բոլոր էլեկտրական վարդակները պետք է փակված լինեն հատուկ խցաններով, որպեսզի կանխվի էլեկտրահարման հնարավորությունը։ Եթե տանը օգտագործվում են երկարացուցիչներ, համոզվեք, որ դրանք ամուր ամրացված են և երեխայի հասանելիությունից դուրս են։ Երրորդը՝ կահույքի պաշտպանությունն է։ Սեղանների, պահարանների և այլ կահույքի սուր անկյունները կարող են վտանգ ներկայացնել փոքրիկի համար։ Օգտագործեք պաշտպանիչ բարձիկներ կամ փափկեցնող նյութեր կահույքի անկյունների համար։ Չորրորդը՝ դռների և պատուհանների արգելափակումն է։ Պահարանների և դարակների դռները պետք է փակված լինեն հատուկ կողպեքներով, որպեսզի երեխան չկարողանա բացել դրանք և հասնել վտանգավոր իրերին։ Պատուհանները նույնպես պետք է պաշտպանված լինեն ջաղավանդակներով կամ արգելափակող սարքերով, որոնք կկանխեն դրանց բացվելը։ Լուսավորություն։ Սենյակի լավ լուսավորությունը օգնում է խուսափել ընկնելու կամ բախվելու հետ կապված վնասվածքներից։ Հատուկ ուշադրություն դարձրեք սենյակի մութ հատվածներին, որտեղ երեխան կարող է պատահաբար բախվել կահույքին կամ այլ խոչընդոտների։ Յոթերորդը՝ հատակներն ու գորգերը։ Համոզվեք, որ հատակները հարթ են և չեն սահում։ Գորգերը պետք է ամուր ամրացված լինեն, որպեսզի բացառվի սահելու հնարավորությունը։ Խուսափեք երկար մազիկներով գորգերից, որոնք կարող են կպչել երեխայի ոտքերին։ Մշտապես ստուգեք տունը հնարավոր վտանգների առկայությունը։ Պարբերաբար մաքրեք հատակները մանր իրերից, որոնք երեխան կարող է վերցնել և կուլ տալ։